Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդիպում ունեցավ Ռուսաստանի ղեկավարության նախագահ Միխայել Միշուստինին հետ Եկատերինբուրգի մեջ։ Փաշինյան հանդիպման բաց հատվածին նշեց, որ սա լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերություններու ամբողջ օրագարկը։ Ինչպես ընտրություններեն առաջ, այնպես էլ ընտրություններեն հետո մենք հանձնարարում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններու հետաքազարկացման, նշած է վարչապետ Փաշինյան Ռուսաստանի պաշտոնակիցին հետ հանդիպման ժամանակ։ Միխայել Միշուստինը նշած է, որ Ռուսաստանը կգնգալ է, որ ընտրություններեն հետո Հայաստանի մեջ ձևավորվելիք կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնե։ Փաշինյան մասնակցած է նաև Իննոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցող Ինդուստրիա 360 արդարություն առանց սահմաններու թեմայով լիակումար նիստին, գոհունակությամբ նշած է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներուն գայուն աճ արձանագրած է։ Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտակոս ընկերային ցանցի իր էջին լուսանգարներ հրապարակած է դերգացնելով, որ հայկական ծիրանով անուշ պատրաստած է։ Ծիրանները կխորհրդանշեն Հայաստանի մեջ դեր ունեցող փոփոխությունները, անցյալ ամսվան ընտրություններուն հայերուն մեծամասնությունը կվերարգեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն ցկտող գուսակցություններու օգտին։ Ռուսաստանը փորձեց աստել քվեարկության վրա սահմանափակելով հայկական միրգերու եւ ծաղիկներու ներածումը։ Եվրոպական միությունը իր հերթին օգնեց Հայաստանին Փանալով իր շուգան, ահա թե ինչու ես անցյալ շաբաթ Հայաստան գտնվեի եւ վերադարձա Բրյուսել ծիրանի հսկա զամբյուղով, ադոնց մեծ մասը հյուրասիրեցի ընկերներուս, մնացածով ալ անուշ պատրաստեցի։ Փառքաված Հայաստան գուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան ձերբակալված է, անոր մեղադրանք ներկայացված է խարդախության եւ փողերու լվացման համար։ Երեք իրավաբանները խոզարկություններ կատարած էին ոչ միայն Ծառուկյանի առանձնատան մեջ, այլև անոր առնչվող 70-ն ավելի հասցեներուն, ինչպես նաեւ Արարատ ցեմենտի, Երևանի Արարատ կոնյակի, քինիի, օղիի կորձարաններուն Հայաստանի ողոմբիական կոմիտեին։ Ծառուկյանի մամլոխոսնագը լրակրողներուն տեղեկացուց, որ այդ ընկերությունները գաբարով գնքված են։ Հայաստանի քննչական կոմիտեի Կոդայքի մարզային քննչական վարչության մեջ վայրի կենտանի կամ թրջուն աբորինի որսալու թեփքի արիտով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքին Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատունեն արգրավված են տարբեր կենտանիներու եւ թրջուններու 190 հատ խրդվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վակր, որոնք ճանաչված են որպես իրեղեն աբացույց եւ տեղափոխված կենտանաբանական այգի։ Իմ քայլը հիմնադրամի եւ Հայաստանի մեջ Չինաստանի ժողովրդական հանրապետության տեսփանադան միջև ձևավորված հաջող եւ արդյունավետ համագործակցությունը կշարունակի գրթական նոր հորիզոններ բանալ։ Այս մասին կհայտնեն հիմնադրամեն։ Հիմնադրամի 5 շահառուներ այս օրերուն կգտնվին Չինաստանի մեջ մասնակցելու հadoop վերաբադրաստման դասընթացներում։ Մինչև հուլիսի 9 երկուշաբթվան ծրագիրը բարձր մագարտակով գազմագերբված է Շանհայի միջազգային կենտրոնի կողմեն China Aid-ի աջակցությամբ։ Այն մասնակիցներուն բացառիկ արիտ կուտախորությամբ ծանոթանալու Չինաստանի առաջատեմ փորձին, քաղաքային թվայնացման եւ խելացի կառավարման նորակույն արհեստագիտական լուծումներուն։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Ռուսաստան եւ Ուկրաինան գծկտին գարելիին չափ շուտ վերջ տնել հագամարտության եւ ինքը կգարձե, որ ադոր լուծումը գրնա ավելի մոդել լալ քան շատերը կգարձեն։ Թրամփն նաեւ հայտարարած է, որ ՆԱՏՕ-ի երկիրները պիտի քննարկեն ուկրաինական հագամարտությունը այս շաբաթ Անկարայի մեջ կայանալիք դաշինքի կգտնաժողովին։ Ըստ տեղեկություններուն Անկարայի մեջ կսպասվի Թրամփ-Զելենսկի հանդիպում, որ հետո ըստ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային Թրամփ պիտի շարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ։ Ամերիկյան լրատվամիջոցները հղումնելով Սպիտակ տան կհաղորդեն, որ նախատեսված է նաև Ամերիկայի նախագահային հանդիպումը Սուրիո նախագահ Ահմադ Շարայի հետ։ Այս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը իրար հարվածած են։ Ռուսաստանի կողմեն հուլիս 6-ի գիշեր Ուկրաինայում մայրաքաղաք Կիևի վրա կդարված հարձակումի հետևանքով զոհերու թիվը հասած է 19-ին։ Հուլիս 7-ը Կիևի մեջ սուկի օր հայտարարվեցավ, եւս 6 զոհ գա Կիևի մարզի մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարած էր, որ Կիևի մեջ թիրախավորած է ռազմական արդյունաբերական համալիրի գառույցներ փոխադարձ հարվածները կշարունակվին նաեւ հուլիս 7-ին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին հայտնած է, որ հուլիս 6-ի երեկոյեն մինչև հուլիս 7-ի առավոտյան ժամը 6 Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակված է ավելի քան 430 անօթաչուներ։ Մոսկվայի օդագայանները անցած են աշխատանքի հadoop թրության։
Համաս շարժումը հայտարարեց, որ լուծարած է Գազայի իր կառավարությունը եւ կպատրաստվի իշխանությունը փոխանցել ՄԱԿ-ի աջակցությունը վայելող Գոմիդեին, որպես Ամերիկայի միջնորդությամբ ցերկ բերված հրատատարի համաձայնագիրի մաս։ Համաս չէ հայտնած, թե արդյոք կպատրաստվի զինաթափվել կամ Գազայի հատվածի անվտանգության վերահսկողությունը միջազգային ուժերուն հանձնել։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ստեղծված խաղաղության խորհուրդը, որը լիազորված է կառավարելու եւ վերականգնելու Գազան, X-ի մեջ տարածած հայտարարության մեջ նշած է, որ դեղյակ է Համասի հայտարարության, սակայն ադոր աստեցությունը պիտի քննադե գործերով եւ ոչ թե խոստումներով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Սուրիա ժամանից դառնալով եվրոպական առաջին պետության ղեկավարը, որն այդ երկիր գայցել է 2024 թվականին Բաշար al-Ասադի իշխանության դաբալումեն հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցելությունն է Սուրիա վերջին 17 տարվան ընթացքին։ Սա նա գործակալությունը հաղորդած է, որ Մակրոնին թիմավորած է երկրի արտաքին գործոստնախարար Ասադ Շեյբանին, բանակցությունները պիտի կենտրոնանան տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներու, ինչպես նաև տարբեր ոլորտների ներս համագործակցությունը խորացնելու կարելիություններուն վրա։ Հուլիս 6-ի երեկոյան Դամասկոս ժամանելուն պես Մակրոն քրարում կդարած է X-ի հարտագին։ Ես եկած եմ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը սուրիացի ժողովրդին, հանուն ինքնիշխան Սուրիով, որը միավորված է իր բազմազանության մեջ եւ խաղաղության մեջ է հարևաններուն հետ։ Եկեք միասին բանանք կայունության եւ խաղաղության նոր գլուխ, նշած է Մակրոն իր քրարման մեջ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։